Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալի նկարահանումները շարունակվում են և պատմությունը մտնում է ամենալարված, ամենամութ փուլերից մեկը։ Դրվագներն ավելի ու ավելի են հիշեցնում հոգեբանական թրիլեր, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական լինել։ Նորոն վերջապես համարձակվում է Արշակին պատմել այն, ինչ երկար ժամանակ իր մեջ էր պահում։ Նա խոստովանում է, որ սեփական աչքերով տեսել է Կարենին ու Լաննային միասին։ Այդ պահից Արշակի համար շատ բան է իր տեղն ընկնում։ Լաննայի հայտնվելն իր տանը պատահական չէր, իսկ Կարենի հետ նրա կապն առավել քան կասկածելի։ Նորոյի խոսքերը ոչ միայն վկայություն են, այլ նաև ահազանգ վտանգը շատ ավելի մոտ է, քան թվում էր։ Նորոն անկեղծանում է նաև իր զգացմունքների հարցում։ Բնականաբար նա սիրում է Մագդային և այդ սերն արդեն վերածվել է խորը անհանգստության։ Մագդան այլևս պարզապես ընկեր կամ անցյալի հիշողություն չէ, նա մարդ է, որի կյանքը վտանգի տակ է։ Բացի այդ, Նորոն սարսափելի վախ ունի Արևի համար։ Փոքրիկ Արևը, որ առանց այդ էլ ապրում է կիսաճշմարտությունների մեջ, կարող է դառնալ այս կեղտոտ խաղերի ամենախոցելի զոհը։ Արշակը, հասկանալով իրավիճակի լրջությունը, որոշում է կտրուկ քայլի գնալ։ Նա Լաննային դնում է ընտրության առաջ՝ կամ անմիջապես լքի տունը և ուրիշ տեղ ապրի, կամ պարտավորվում է այլևս տանից դուրս չգալ, մինչև ինքը կհասցնի խոսել Կարենի հետ և պարզել ամեն ինչ։ Նա զգում է, որ իր տան ներսում վտանգ կա, հատկապես վտանգի մեջ է Արևը, և այդ վտանգը կարող է հարվածել ամենաթույլերին, բայց Կարենը, ինչպես միշտ, մեկ քայլ առաջ է։ Մինչ Արշակն ու Նորոն փորձում են իրավիճակը վերահսկել, Կարենը գտնում է Մագդային։ Տեսանյութերից ու մանրամասներից պարզ է դառնում, որ նա խորամանկությամբ է մոտենում նրան, հավանաբար խաբելով հեռախոսահամար է տալիս, վստահություն ձեռք բերում, խոստանում օգնել կամ պարզապես շահարկում է Մագդայի զգացմունքները։ Եվ հենց այդ պահին է, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Հավանաբար հենց Կարենն է, որ Մագդային ասում է, որ Լաննան իր մայրն է և ճշմարտության մասին է պատմում, ինչից Մագդան որոշում է օգտվել և զանգահարում է Կարենին նորից։ Տեսանյութերից ու հեռուստասերիալի սցենարներից մի փոքր հատված է հայտնվել համացանցում, որից պարզ է դառնում, որ հնարավոր է Կարենն առևանգի Մագդային։ Այդ պահը սերիալի ամենասարսափեցնող և ամենացավոտ կետերից մեկն է։ Մագդայի անհետացումը դառնում է ազդանշան, որ խաղն այլևս չի կարելի անվանել պարզապես ինտրիգ կամ գաղտնիքներով լի պատմություն։ Սա արդեն պայքար է կյանքի և մահվան սահմանին։ Նորոն, մոռանալով իր բոլոր սկզբունքները, վախերն ու անցյալի վիրավորանքները, միավորվում է Արշակի հետ։ Երկու տղամարդիկ, որոնք երկար ժամանակ կանգնած էին տարբեր կողմերում, այժմ ունեն մեկ նպատակ՝ փրկել Մագդային։ Այս միավորումը սերիալում շատ բան է փոխում։ Հին հակասությունները երկրորդ պլան են մղվում, երբ վտանգված է մարդու կյանքը։ Առջևում սպասվում են ամենալարված սերիաները։ Կարենը բացահայտվում է որպես ամենավտանգավոր կերպարներից մեկը, Լաննայի իրական դերը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել, իսկ Մագդայի ճակատագիրը կախված է մի քանի ժամից։ Հեռուստադիտողին սպասվում են անսպասելի շրջադարձեր, ծանր ընտրություններ և պահեր, որոնք երկար ժամանակ չեն մոռացվի։ Մի բան հստակ է՝ «Ուրիշի ընտանիքը» շարունակում է մնալ ամենաքննարկվող ու ամենահուզիչ սերիալներից մեկը, և ամեն հաջորդ սերիա ավելի է խորացնում պատմության դրամատիզմը, իսկ հեռուստասերիալում սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումներ։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ մի։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ինչ եք կարծում, իսկապես Լաննան Մագդայի մայրն է և ինչ նպատակով է մտել Արշակի տուն, և արդյոք Կարենն իսկապես առևանգում է Մագդային, թե ոչ։ Հրապարակված տեսանյութերից ու սցենարի մի փոքրիկ հատվածից պարզ է դառնում, որ Կարենի ու Մագդայի միջև ինչ-որ բան է կատարվում, բայց խոսքը ոչ թե բարիդրացիական հարաբերությունների, այլ ինչ-որ վտանգավոր խաղի մասին է։ Այս ընթացքում էլ Նորոն փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ, բայց Նորոն դեռ չգիտի ամենամեծ գաղտնիքը, որ հայրը շատ շուտով վերադառնալու է։ Էլիզը
Հեռախոսազանգին է պատասխանում տատիկի, որից պարզ է դառնում, որ հայրն արդեն 2 օր է կապի մեջ է իր տատիկի հետ ու որոշել է վերադառնալ։ Բնականաբար Էլիզը նրան չի կարող ընդունել, քանի որ ինչպես մորը, այնպես էլ հորը մեղադրում է իրենց մանկությունը գողանալու մեջ։ Եվ հայրը, և մայրը 3 անչափահաս երեխաներին թողեցին հիվանդ տատի խնամքին ու գնացին ամեն մեկն իր ուղղությամբ։ Իհարկե ոչ մորը կարելի է արդարացնել կամ մեղադրել, ոչ էլ հորը, բայց ամեն մեկն էլ ունի իր մեղքի բաժինը երեխաների կորած մանկության համար։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններ բաժնում, իսկ շատ շուտով կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ։ Մնացեք մեզ հետ, թեժ է լինելու։